Ուղղաջից ոսում էր սուր Այրունը ներդիրոջ Քովարի աչքերի մեջ Կտամ է ծերը սահման Ապահով եմ ես վերգունքով Ուշեր ես իման Եվ քո սիրով ներկայությամբ Քո թանկարյալ արդարացրիր Քո բարությամբ, ողորմությամբ Ինձ ներեցիր, կյանք շնորհեցիր Եվ քո սիրով ներկայությամբ Քո թանկարյալ արդարացրիր Քո բարությամբ, ողորմությամբ Ինձ ներեցիր, կյանք Քո սիրով աչքերի մեջ Խաչված մարմին է Քրիստոսի Ուղղաջից ոսում էր սուրբ Այրունը ներդիրոջ Քովարի աչքերի մեջ Կտամ է ծերը սահման Ապահով եմ ես վերգունքով Ուշեր ես իման
Շնորհակալություն քեզ Հիսուս, քո ներկայության համար մեր մեջ։ Շնորհակալություն քո ողորմության համար, որ դու ցույց տվեցիր մեր նկատմամբ։ Շնորհակալություն այն մեծ սիրո համար, որով դու Տեր խաչվեցիր, մահացար ու հարություն առար եւ դրանով փրկեցիր մեզ ու կյանքով ու զորությամբ ու ամեն բանով լցրեցիր, որ այսօր մենք կարող ենք ուրախանալ եւ ցնծալ քո առջեւ։ Շնորհակալություն քեզ, որ դու թողեցիր երկինքը եւ եկար երկիր, ծնվեցիր ինչպես մարդ եւ վերցրեցիր ամբողջ մարդկության մեղքը քո վրա եւ դատապարտեցիր մեղքին ու մահին, քո մարմնի պատարակով մեկ անգամ եւ ընդմիշտ եւ մեզ դարձրեցիր կատարյալ ու արդար, մեկ անգամ եւ ընդմիշտ քո մարմնի պատարակով։ Շնորհակալություն քեզ, դու մտար երկնքի սրբատեղին, սրբության սրբոցը, քահանապետ Հիսուս եւ դուրս եկար այնտեղից ողորմությամբ ու շնորհքով լի արդարացրած մեզ։ Շնորհակալություն քեզ, որ մենք այսօր արդար ենք քո մեջ, որ մենք սիրված, ներված եւ ընդունված ենք։ Շնորհակալություն քեզ, որ դու տեսնում ես մեզ այնպիսին, ինչպիսին քո որդի Հիսուս Քրիստոսին, որ դու ասում ես մեզ, իմ սիրելի որդի մեջ է իմ բարեհաճություն, իմ շնորհքը, իմ բարօրություն, իմ խաղաղություն, իմ սերը։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն քեզ, որ քո սերը սփռել ես մեր սրտերի մեջ եւ դրա համար մենք կարող ենք սիրել, դրա համար մենք կարող ենք ներել։ Շնորհակալություն քեզ այդ մեծ սիրո համար, որ այսօր ապրում է մեր մեջ, որ ինչքան ճանաչում ենք այդ սերը, Տեր մեր կյանքը լցվում է քո սիրով, քո ներկայությամբ ու ուրախությամբ։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն, որ դու մեզ հետ ես ու մեր մեջ հավիտյան, շնորհակալություն, որ դու վերցրել ես մեզ քո ձեռքերի մեջ ամուր ու ապահով ու երբեք բաց չես թողնի։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն, որ դու կնքել ես մեզ Սուրբ Հոգու կրիքով, որ մենք քոն ենք հավիտյան, որ մենք քոն ենք հավիտյան, ոչ թե մի կան ժամանակով, այլ հավիտյան։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն քեզ, շնորհակալություն ու դարձյալ շնորհակալություն։ Քո գրկի մեջ գտնում ենք խաղաղություն, քո գրկի մեջ գտնում ենք սեր եւ ուրախություն։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն քեզ, որ դու չես վանում մեզ, այլ դու քաշում ես մեզ սիրո կապերով։ Շնորհակալություն քեզ, որ դու չես մեղադրում ու դատապարտում մեզ, այլ դու սեր ու ողորմություն ես ցույց տալիս մեր նկատմամբ։ Շնորհակալություն քեզ, սիրելի Հիսուս, Եշուա Համաշիախ, շնորհակալություն քեզ, Էմանուել, Աստված մոզ, որ մեզ հետ է հավիտյան։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն ու դարձյալ շնորհակալություն, շնորհակալություն քեզ։ It's
Շնորհակալություն նրա սուրբ ծնունդի եւ հաղթական մահի եւ հարության համար, որ մեր մեջ այսօր թակավորումն է։ Հալելույա։ Ողջունի քո կողքին ու նստի։ Շնորհակալություն եկեք նրանց ծափարեք։ Հալելույա։ Լավն է մեր Աստված, բարի է մեր Աստված, ողորմած, գթած, ներով, բազմագույն, երկայնամիտ, գիտեք, երբ որ Մովսեսն ասեց, Տեր ուզում եմ տեսնել քո երեսը, Աստված ասեց, դու չես կարող իմ երեսը տեսնել ու կենդանի մնա, դու կարող ես ինձ տեսնել ետևից, բայց իմ փառքը չես կարող տեսնել։ Դրա համար երբ որ ասեց, նա ուզում եմ տեսնել այնտեղ մի ժայռ կա, ես քեզ կդնեմ այդ ժայռի մեջ, այդ խոռոչի մեջ, երբ որ անցնեմ, ես ձեռքով կփակեմ, ու երբ որ անցնեմ, ես ձեռքս բաց կթողեմ, իմ փառքը ետևից կտեսնես, բայց ինձ չես տեսնի։ Գիտեք, հին ուխտում մարդ չեն կարող տեսնել Աստծո փառքը եւ կենդանի մնալ, որովհետեւ նրանք տեսնում են միշտ Տիրոջը ետևից, բայց երբ որ այն արյունահոսող կինը եկավ ու կպավ Հիսուսին ու նրա արյունահոսությունը դադարեց, նա Հիսուսին ետևի մասից էր կպել, Հիսուսը թույլ չտվեց, որ այդպես էլ նա մնա ետևից իրան տեսած ու կպած, նա շուռ եկավ ու ասեց ուր առնա, որ ինձ կպավ, որպեսզի երեսարը երես տեսնի նրան ու ասի նրան քո հավատքը փրկեց քեզ, բարեհաճություն քեզ։ Աստված իր որդի Հիսուս Քրիստոսի միջոցով դարձրեց իր երեսը մեզ վրա մեկ անգամ եւ ընդմիշտ եւ հավիտյան։ Այսօր նրա երեսը, նրա փառքը, նրա զորությունը, նրա ներկայությունը փայլում է մեր մեջ, Աստված մեր մեջ է, նրա երեսն ու ուրախությունը մեզ վրա է։ Նա ուրախանում ու ցնծում է մեզանով։ Ամեն։ Հալելույա։ Ողջունում եմ նրանց ու շնորհավորում, ովքեր ինտերնետով հետևում են մեզ։ Շնորհավոր Սուրբ ծնունդ եւ գալիք նոր տարի, որովհետեւ դուք գիտեք Քրիստոսի ծնունդով ամբողջ դարաշրջանը փոխվեց։ Եվ եթե այսօր տոնում ենք 2016 թվական, ապա դա հաշված է Քրիստոսի ծնունդից։ Դուք գիտեք, որ մուսուլմանները նրանք իրանց Մուհամեդի ծնունդից են տոնում, մենք էլ տոնում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվանից, ով աշխարհի Փրկիչն է։ Ամեն։ Եկեք այսօր անդրադառնանք Աստծո խոսքին եւ փորձենք տեսնենք ինչ հետաքրքիր բան կա այն խոսքի մեջ, երբ Քրիստոսը ծնվեց ու աշխարհ եկավ։ Աստված միշտ մեզ հետ է, այսօրվա թեման։ Աստված միշտ մեզ հետ է, Աստված միշտ ինձ հետ է։ Գիտեք, հին ուխտում Աստված միշտ ժողովրդի հետ չէ, որտեղ հին ուխտում կար պայման, եթե անես ու կատարես օրենքի միջի գրվածի բոլոր կետերի համաձայն, ապա ես քո հետ կլինեմ, կօրհնեմ քեզ, կաչեցնեմ, կբազմացնեմ, իսկ եթե ոչ, ապա այդ բաները կգան քո կյանքում։ Ինչ փոխվեց, մեծ բան փոխվեց։ Եկեք հիմա անդրադառնանք Աստծո խոսքին։ Մատթեոս ավետարան առաջի գլխում, երբ նա Մարիամին ասում է, դուք գիտեք, որ հրեշտակը երևաց նրան խոստացավ, որ նա որդի կծնի, եւ նա որդի կծնի եւ նրա անունը Հիսուս կդնես։ Գիտեք Հիսուս եբրայերեն ինչպես է։ Ես զարմանում եմ ինչու այս անունը ընդհանրապես թարգմանված Յեշուա։ Ասեք Յեշուա։ Կազմված է երկու բառերից՝ Յահվե եւ Շուա, որ նշանակում է Տեր եւ Փրկիչ։ Եվ նրա անունը կկոչվի Տեր Փրկիչ։ Եվ շարունակության մեջ որովհետև նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։ Լսեք, մենք այսօր ուրախանում ենք Քրիստոսի ծնունդով, անկեղծ ձեզ ասեմ, ես ավելի ուրախանում եմ նրա մահով եւ հարությամբ, որովհետև նրա ծնունդը բարի լուր է նրա մասին, որ նա կփրկի իր ժողովրդին իր մեղքերից, ոչ թե իր ծնունդով, այլ իր մահով եւ իր հարությամբ։ Եվ ես մտածում եմ նրա մահն ու հարությունը մենք ավելի մեծ շոկով պիտի տոնենք, քան ծնունդը, ոչ թե սա անարգում է ծնունդը, այլ ծնունդը բարի լուր է նրա մասին, ով եկել է, որ փրկի ժողովրդին իրանց մեղքերից, ոչ թե նրանց մեղք գործելուց, այլ նրանց մեղքերից, որ նրանց տանում էր դեպի դժոխք, եւ նա փրկեց, թե չփրկեց։ Եկեք նայենք շարունակության մեջ։ Յեշուա եբրայերեն բառը մի քանի իմաստ ունի, որ նշանակում է փրկություն, բարգավաճում, բարեկեցություն, երջանկություն, բարօրություն, ազատություն, բժշկություն, ասե Յեշուա։ Յեշուա Համաշիա, Հիսուս Քրիստոս։ Յեշուա այդ անվան մեջ ամեն ինչ, ասես վիտամիններով հանդերձ ներփակված է։ Եվ շարունակության մեջ նայեք, Հոբի 30-ը, մեր եղբայրը Բելգիայում Գուրգենն ասում է, գիտես ինչ եմ հայտնաբերել, ասի ինչ, եւ ես իրա հայտնաբերածն է։ Ասում է, Հոբի 30-ի 15-ում մի խոսք կա գրված, ասում է, արհավիրքներն ինձ վրա հասան, Հոբն ասում, քամու պես հալածում են իմ մեծությունն ու
քամու պես հալածում են իմ մեծությունն ամպի պես անցավ իմ ազատությունը։ Եվ այստեղ ազատություն բառը ուրիշ թարգմանության մեջ գրած է բարօրությունը, ռուսերենի մեջ գրված է երջանկությունը, ասում է իմ երջանկությունը, իմ բարօրությունը կամ իմ ազատությունը գնաց ինձանից։ Եվ գիտեք եբրայերեն որ բառն այստեղ դրված, կարող եք կռահել Եշուա։ Ասում է իմ Եշուան գնաց ինձանից։ Եվ հրեաները ասելով Եշուա հասկանում են հետ գնամի հասկանում են փրկություն, բարգավաճում, բարեկեցություն, երջանկություն, բարօրություն, ազատություն, բժշկություն եւ նա ասում է իմ Եշուան գնաց ինձանից, իմ երջանկությունը գնաց, իմ բարօրությունը գնաց։ Լսի աշխարհում մարդիկ երջանկություն են ման գալիս, երջանկությունը Հիսուս Քրիստոսն է։ Աշխարհում ազատություն են ման գալիս, ազատությունը Քրիստոսն է։ Փրկություն են ման գալիս, փրկությունը Քրիստոսն է։ Սեր են ման գալիս, սերը Քրիստոսն է։ Ամեն բան նա է։ Ու դու ունես Քրիստոս, դու ունես ամեն բան։ Ամեն, հալելույա, ասա ես ունեմ Եշուա և ունեմ ամեն բան իմ մեջ, մասն ենք առաջ, նայք հաջորդ խոսքը, Սաղմոս 116, ինչ ասում Սաղմոսերում, ինչ հատուցեմ Տիրոջը, նրա ինձ արած բոլոր բարության փոխարեն, ասում է ինչ հատուցեմ, այնքան շատ է դա, փրկության բաժակը կվերցնեմ ու Տիրոջ անունը կկանչեմ և եբրայերեն այս բառը, որ Սաղմոսը եբրայերեն է գրած, գիտեք ինչպես է հնչում, արդեն կռահեցին, ասեք Եշուա։ Եշուայի բաժակը կվերցնեմ ու Տիրոջ անունը կկանչեմ, որն է Եշուայի բաժակը, երբ Հիսուս ընթրիքը նստած էր, նա տվեց նրան բաժակը գինով լի, ասեց սա իմ արյունն է նոր ուխտի, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար, սա նոր ուխտի բաժակն է, որ կվերցնեմ ու Տիրոջ անունը կփառաբանեմ, մեծարեմ, որ ես ներված եմ, սիրված եմ, ընդունված եմ, հավիտյան, ոչ թե 1 տարով, 2 տարով, ինչպես քահանապետը մտնում դուրս գալի, այլ հավիտյան։ Մի տեսան քեզ չի ուրախացնում։ Փրկության բաժակը կվերցնեմ և Տիրոջ անունը կօրհնեմ։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխն ասում է Պողոսը, որտեղ Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձրեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրա մեջ։ Տեսած մանա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։ Լսեք, ոչ թե մեղք գործելուց, ամբողջ խնդիրը մեղքն է, որի հարցը լուծվեց խաչի վրա և Պողոսն ասում է, Աստված Քրիստոսին, նա որ ծնվել է, ու ասում է, նա կփրկի, նրա ծնունդով դեռ փրկություն չէ, նրա մահով ու հարությամբ եղավ փրկությունը, ու և Քրիստոս մեռավ ու հարություն արավ, ինչ ասում Պողոսը, Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձրեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք, որտեղ? Նրա մեջ դու ինչ ես? Աստծո արդարությունը, իսկ ուր է մեղքը գանված խաչին ու նրա հետ ավարտված է ամեն բան արդեն 2000 տարի։ Ով է քո արդարությունն այսօր? Քրիստոսը, նրա ծնունդով ինչ եղավ բարելուր աշխարհին, որ եկել է մեկը, ինչ ասեց Հովհաննեսը, երբ որ տեսավ Քրիստոսին, որ գալիս է ջրով մկրտվելու, Աստծո գառանարատ, որ վերցնում աշխարհի մեղքը։ Վերցնում է, դեռ պիտի վերցնի աշխարհի մեղքը, թե վերցրեց։ Լսեք, նա ասեց, որ վերցնում է, դեռ չէ կատարվել, դա արդեն կատարված է մեզ համար։ Ամեն Քրիստոսը վերցրեց ամբողջ բեռը իր վրա և հարցը լուծեց մեղքի անգամ, մեկ անգամ ու ընդմիշտ։ Հալելույա։ Եվ շարունակության մեջ եկեք նայենք Մատթեոս ավետարանի։ Եվ այս ամենը եղավ, որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որ ասել էր մարգարեի միջոցով։ Իսկ գիտեք ինչքան խոսքեր ասվեր մարգարեների միջոցով Քրիստոսի մասին։ 350-ից ավելի մարգարեություն կա հին ուխտում, որոնք նոր ուխտի մեջ, այսինքն Քրիստոսի ծնունդով կատարվել է։ Եվ գիտեք, բոլոր այս մարգարեությունը գրվել են 4000 տարի առաջ Քրիստոսից, մինչև Քրիստոսի ծնունդը, եթե հաշվենք 1 թվական, 400 թվականը Քրիստոսից առաջ, մինչև 400 թվականը ոչ մի մարգարեություն չի եղել, դա եղել է լռության տարիներ։ Եվ այն բոլոր մարգարեությունը, որոնք եղել են 400 և ավելի տարի առաջ, և մեկ առ մեկ բոլոր մարգարեությունները կատարվեցին Քրիստոսի կյանքում, հատիկ, ինչպես գրված է, դրա հավանականությունը հավասար է 0-ի։ Այնպես չէ, որ մեկ տարի առաջ մարգարեացան և դա կատարվեց հաջորդ տարի։ Ամենավաղ մարգարեություն ունե 400 տարվա պատմություն, իսկ դրա հավանականությունը գիտեք ինչի նման է, ոնց որ Նյու Յորքի ամբողջ փողոցներում դուք մետաղադրամ շախտակ 1 մետր հաստությամբ,
Գնաք մի մետաղադրամ վերցնեք եւ վրան նշան անեք ու հետո այդ բոլոր մետաղադրամը խառնեք, հետո աչքերը փակ գնաք վերցնեք մի մետաղադրամ եւ դա կլինի նա, որի վրա որ դուք նշան եք արել, հավանականությունը դրա հավասար է 0-ի։ Այնպիսի հավանականությամբ Քրիստոսի բոլոր մարգարեությունները 350-ից ավելի Քրիստոսի կյանքի մեջ մեկ առ մեկ կատարվեցին, որովհետև դրա հեղինակն ինքն Աստված էր։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար ասում եւ այս ամենը եղավ որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որ ասել էր մարգարեի միջոցով, իսկ լիքը խոսքեր էր ասված ու բոլորը կատարվեց։ Ահա կույսը կհրդիանա եւ որդի կծնի եւ նրա անունը Էմանուել պիտի կոչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ է։ Լսենք, գիտեք, հրյայի մտածելակերպն ուրիշ է։ Երբ հրյան լսում է, որ Աստված ասում է, ես քո հետ եմ, նա ուրախանում է։ Երբ որ նա լսում է, որ Աստված թողել է նրան դա տրտմություն է, իսկ հիմա ինչ է բարի լուրի անց համար, որ կծնի ով Էմանուելը, որ նշանակում է ինչ? Աստված մեզ հետ է։ Ինչքան ժամանակով։ Դա բարի լուր է, եթե դա պիտի լիներ մի կարճ ժամանակով, ապա այդպիսի վերապրումներ նրանք ամբողջ հինուխտի ընթացքում բավականին ունեցել են, Աստված նրանց հետ էր, երբ որ նրանք նրա խոսքը պահում են, Աստված թողում էր նրանց մի կարճ ժամանակ նորից զղջում են, ապա աշխարհում նորից Տերը նրանց հետ էր, իսկ սա բարի լուր էր, ոչ թե ես ձեզ հետ եմ մի փոքրիկ ժամանակով, ես ձեզ հետ եմ, ասա Ճանաչությունը ռուսերեն եմ իսում, Չուդնի սպասիցել, ի վեշնը ժիվոյ, այդքան եմ իշում։ Եվ շարնակության մեջ ասում է Ղուկասը, նույն Քրիստոսի ծնունդի պատմության, եւ այնտեղ հովիվներ կային, որ դաշտում մնալով գիշերով իրանց հոտերն էին պահում, եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առջև, ու Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց եւ նրանք խիստ վախեցան։ Եկեք հրյայի նման մտածեք, ինչու վախեցան նրանք Տիրոջ փառքից։ Մարդը ինչի կվախենա, երբ որ Տիրոջ փառքը գալիս է մեղքից, որովհետև եթե մարդը տեսնում է, որ ինքը մեղավոր է եւ հանգարց հայտնվում Աստծո փառքը, վախը գալիս է մեղավորության զգացողությունից, նրանք վախեցան, որովհետև ես ինչ պիտի լինի սուրբ Տիրոջ փառքի ներկայություն եւ մեր մեղավորությունը, եւ ինչ ասեց հրեշտակը նրանց, եւ հրեշտակն ասաց նրանց. մի վախեցեք, չեմ եկել մեղքի համար հատուցելու, եկել եմ ձեզ բարի լուր ասելու, որովհետեւ համեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ ամբողջ ժողովրդին, ինչքան ժողովրդին? Ասա ամբողջ ժողովրդին պիտի լինի, ես մեծ ուրախություն ամբողջ ժողովրդի համար, որովհետեւ այսօր ձեզ համար Եշուա ծնվեց Դավթի քաղաքում, որ Քրիստոս Տերն է։ Լսեք, եւ նրան կոչվի Էմանուել, որ նշանակում Աստված ձեզ հետ, որ նշանակում նա կազատի իր ժողովրդին, իր մեղքերից։ Ես եկել եմ ավետեմ ձեզ, որ եկել է ոչ թե ժամանակը ձեր մեղքերի հատուցման, եկել է ժամանակը մեղքի վերացման եւ արդարությանը, որ կգա ձեր մեջ։ Ահա բարի լուր է հրեշտակի բերած։ Դրա համար հին ուխտում մարդիկ, որոնք մեղավոր են եւ որ տեսնում են Տիրոջ փառքը, դրա համար են վախ վերապրում։ Այսօր եթե դու ունես հայտնություն, որ Քրիստոս քո արդարությունն է, որ դու սուրբ ես, անարատ, անբիծ, կատարյալ, նրա որդի Հիսուս Քրիստոսի մեջ, եթե հրեշտակել տեսնես Տիրոջ փառքն, տեսնես աչքերով ֆիզիկական, դու չպետք է վախ վերապրես, որովհետեւ ինչպիսին նա է, այդպիսին էլ դու ես հիմա այս աշխարհում։ Դրա համար դու ինչպես ես սուրբ ու անարատ քո հոգում եւ քո մտքում, քո հասկացողության մեջ Տերը քեզ տվել է Քրիստոսի միտքը։ Աստված է քեզ այդպես է տեսնում։ Եվ տեսեք շարունակության մեջ, եւ այս լինի ձեզ համար նշան։ Մանուկին կգտնեք խանձարումներով պատած, ումսուրի մեջ դրած, եւ հանկարծակի այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն օրհնում են։ Տեսեք ինչ են տեսնում այս հովիվները դաշտում նստած, հասարակ գառնարածներ տեսան ամբողջ հրեշտակներին երկնքով, եւ նրանք Տիրոջն էին օրհնում, ու ինչ էին օրհնում։ Նայեք, փառք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրա խաղաղություն, շալոմ, շալու, շալոմ, Երուշալայում, չէ, խաղաղություն երկրի վրա եւ մարդկանց մեջ ինչ հաճություն, որ նշանակում է նաեւ
բարեհաճություն, բարի ցանկություն, բարի տրամադրվածություն։ Սա բարի լուր է Իսրայելին։ Աստված բարի տրամադրված է ձեր նկատմամբ։ Նա եկել այն հաճությունը, շնորհքը ձեզ հայտնի, մի վախեցեք, ուրախացեք, ցնծացեք, սա բարի լուր է ձեզ համար։ Ամեն։ Ինչի այսօր մարդիկ պիտի վախենան։ Ամեն։ Վախենում էին այս ժամանակ, երբ որ մեղավոր էին, բայց հիմա եկավ արդարությունը Քրիստոսի նամանավան քրիստոնյաները, ունենալով Քրիստոսին իրաց մեջ, նրանք վախենում են, չգիտեմ ինչ-որ բաներից, բայց փոխանակ ցնծան եւ ուրախանան Տիրոջ առջեւ, իրանց փրկության են զորության համար, որ բնակվում է իրենց մեջ։ Էմանուել ինչ է նշանակում։ Սա Էմանուել։ Ծննդոց 39-ը։ Նայեք, նույնիսկ հին ուխտում, երբ որ մարդիկ ապրում էին այն ժամանակ, դա հին ուխտը չէր, հին ուխտից առաջ էր, երբ դեռ օրենքը չէր տրված, նայեք Հովսեփի կյանքին, երբ Հովսեփը իր եղբայրներից մատնվեց, դավաճանեցին, գցեցին գուբը, հետո ծախեցին եգիպտացիներին եւ Հովսեփին իջեցրին Եգիպտոց, որտեղ փարավոնի ներքին եգիպտացի պետապրեց դահճապետը գնեց նրան իսմայելացիների ձեռքից, որ նրան այնտեղ էին իջեցրել։ Նայեք, ոչ ընտանիք ունի, ոչ հարազատ, ոչ մի բան, մենակ եւ ստրուկներն դու գիտեք ինչպես էին, նրանք միայն ներքևի մասն էր ծածկված, ներքևն ու վերևը բոլորը մերկ էր եւ գամոթ էր ու հիմա կանգնած են ստրուկների մեջտեղ եւ նրան առնում են, ընտրում են։ Գիտեք, բայց ինչպիսի նա երազ էր տեսել, ինչպիսի մեծ երևակայություն կար ու հիմա հայտնված է ստրկական կարգավիճակում, բայց այդ ամենը հեչ եւ Եհովան Հովսեփի հետ էր, նա հաջողակ մարդ էր ու մնում էր իր եգիպտացի տիրոջ տանը։ Որն էր հաջողությունը Հովսեփի, որովհետեւ Յահվեն նրա հետ էր։ Ամեն։ Անկախ նրանից նա ստրուկ է, նա մի երջանկություն ուներ, Էմանուել, Աստված ինձ հետ է։ Լսեք, Աստված իր հետ է, ինչքան ժամանակ, ամբողջ իր կյանքի ընթացքում, շարունակության մեջ։ Եվ նրա Տերը տեսավ, որ Յահվեն նրա հետ է ու ինչ որ անում է Յահվեն հաջողում է նրա ձեռքով։ Ինչ անում է Տերը հաջողում է, դուք ասես գրած է Եհովա, ինչ ես Յահվե կարտում, բնագրում բոլոր տեղերը Յահվե է գրված։ Մարդիկ փոխել են դա Եհովա ու ես Յահվեն եմ սիրում, ինչպես հնչում է բնագրում։ Եվ Յահվեն նրա հետ է հաջողում է նրա ձեռքով։ Աստծո ձեռքով նա հաջողակ է։ Ինչ է նա հաջողակ։ Որտեղ Յահվեն նրա հետ է։ Ասա Աստված իմ հետ է։ Դրա համար ես հաջողակ եմ։ Լսեք, Սատանան կարողացել է համոզել ինչ-որ հանցանք ես գործել, Աստված թողել է քեզ եւ այս անհաջողությունը եկել է քո կյանքում, որտեղ Տերը քեզ թողել է, որտեղ դու ընկել ես սրա մեջ։ Ջնջեք այդ երազանքները խավար։ Աստված ձեր ցույց է հավիտյան, նա երբեք ձեզ բաց չի թողնի։ Եվ Հովսեփը շնորհ գտավ իր Տիրոջ առաջ ու ծառայում էր նրան, եւ նա իր տան վրա վերակացու դրեց Հովսեփին ու իր բոլոր ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։ Ինչի շնորհ գտավ, որովհետեւ շնորհը իր հետ էր։ Յահվեն, որ շնորհքի Աստված էր իր հետ է, դրա համար ինքը բարեհաճություն գտավ իր Տիրոջ աչքերի առաջ եւ շարունակության մեջ եւ եղավ, որ նրան իր տան ու իր բոլոր ունեցվածքի վրա վերակացու դրած ժամանակից հետո Յահվեն Եգիպտացու տունն օրհնեց ում պատճառով։ Հովսեփի պատճառով։ Ում պատճառով օրհնվում են գործի տեղը, որտեղ որ դու գնում ես, քո պատճառով, որտեղ Տերը քո հետ է, որ դու գնում ես։ Ասեմ, ձերքի գործերը օրհնված են, ես հաջողված եմ, ուր որ ես գնում եմ, օրհնությունը իմ հետ գնում է, որովհետև Էմանուելը Աստված ինձ հետ։ Եվ Եհովա Եգիպտացու տունն օրհնեց, Հովսեփի պատճառով եւ Յահվեի օրհնությունը լինում է թե տանը, թե դաշտում նրա բոլոր ունեցվածքի վրա։ Այս Աստված օրհնում է Եգիպտացուն նրա գեղեցիկ աչքերի համար, Աստված օրհնում է Եգիպտացուն Հովսեփի պատճառով։ Որովհետև նա իր հետ էր, եւ քանի որ իր հետ էր, ուր Հովսեփը դաշտ էր գնում, դաշտն էր օրհնում, տուն էր գնում, տունն էր օրհնում, որտեղ մտնում էր, նա օրհնում էր, ասա ես օրհնություն եմ իմ քաղաքի եւ իմ երկրի համար։ Դու օրհնություն ես։ Ամեն։ Եվ նա իր բոլոր ունեցվածքը Հովսեփի ձեռքը թողեց ու նրա մոտ եղած մի բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից եւ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով ու գեղեցիկ տեսքով։ Գեղեցիկ էր ինչպես դեմքով եւ տեսքով։ Գիտեք ինչու՞, որովհետեւ Յահվեն նրա հետ էր։
Գիտես ինչ է դու գերեցիկ, որովհետև Աստված քո հետ է։ Ամեն, առավել կասել, որովհետև Աստված քո մեջ է։ Ամեն, որովհետև Աստված քո մեջ է։ Երբ դու տեսնում ես նրա փառք ու գեղեցկությունը քո մեջ, մի քարոզիչ լավ էր ասում, Աստված ապրում է մեր մեջ, եւ նա հաճախակի սովորություն ունի իր, որ աչքերը լուսամուտներն են, լուսամուտից դուրս նայելու։ Ու երբ որ դու թույլ ես տալի Տիրոջը, որ քո աչքերով նայի, մարդիկ տեսնում են նրա գեղեցկությունը քո մեջ։ Ամեն։ Անցնենք առաջ։ Հիմա նայեք հինուխտում ինչքան տեղեր Աստված այսպիսի խոսքում կա տվել, ու դա մարդկանց համար զորության պատճառ է եղել։ Եվ նա Հեսուի առաջի գլխի 5-րդ համարում ասում է. ոչ մի մարդ չկարողանա քո կյանքի բոլոր օրերում քեզ դեմ կանգնել, ինչպես Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ, քեզ չեմ թողնի ու քեզ չեմ անտեսի։ Լսեք, եթե այս խոստմունքը Հեսուն չունենար, այս խոստմունքը չունենար Մովսեսը, նրանք ինչպես կարող էին հաջողակ լինել։ Աստված նրանց ասեց, ես քեզ չեմ թողնի ու չեմ անտեսի, ինչպես Մովսեսի հետ, այնպես քո հետ կլինեմ։ Ո՞րն է զորության գաղտնիքը Հեսուի, որ Աստված իր հետ է։ Ու ինքը կարող է հաղթանակել բոլոր պատերազմները, որտեղ Աստված իր հետ է։ Հին ուխտում դուք ասես միգուցե դա պայմանական է, թեկուզ, բայց երբ որ գիտեին Աստված իրանց հետ է, պատերազմի մեջ ինչքան պատերազմներ հрьяաները հաղթանակեցին, երբ Տեր իրանց հետ էր։ Ու հանկարծ երբ որ իրանք որևէ պատերազմ չէին հաղթանակում կամ պարտություն կրում, ինչ էին ասում, ինչ է եղել, ինչու Աստված մեզ թողել, որտեղ գիտեին բոլոր հաղթանակների հեղինակը ինքը Աստված է։ Բայց մենք ապրում ենք նոր ուխտում, որ Աստված մեզ հետ է, ոչ թե ժամանակավոր, մինչև ինչ կանես այլ հավիտյան։ Սաղմոս 27-ում տեսեք Դավիթ ինչ ասում։ Թեև հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ, նա չի թողում։ Ասում նույնիսկ եթե մաման, պապան ինձ թողեն, եթե նույնիսկ նրանք թողեն, բայց Տերը հավիտյան ընդունում է ինձ։ Եվ այս հայտնությունը շնորհքի նա ուներ, դրա համար նա հաջողակ է։ Ինչու են Դավիթին կոչում Աստծո սրտի համեմատ մարդ, որովհետև Աստծո սրտի համեմատը Աստծո շնորհքին համեմատն է եւ նա ուներ շնորհքի հայտնություն, դրա համար Աստծո սրտի համեմատ։ Ամեն։ Նրա երեսի համեմատն էր եւ ոչ թե մեջքի, մեջքի օրենքի խորհուրդն է, երեսը շնորհքի, դրա համար նա հաջողակ է։ Եվ մեկ ուրիշ տեղ, եւ առաջի մնացող 10:28-ում Տերը Դավիթին հետ է։ Եվ Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. զորացի, քաջասիրտ եղի, եւ կատարի, մի վախեցի, եւ մի զարթուի, որովհետեւ իմ Աստված, Յահվե Աստվածը քեզ հետ է, եւ նա քեզ չի թողնի, քեզ չի անտեսի, մինչեւ Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը լրացնելու։ Լսեք, ինչ խոստում է սա Սողոմոնի համար իր հոր կողմից, որ ասում է մի վախեցի, մի զարթուի, ինչի չվախենա, որովհետեւ Յահվեն քո հետ է։ Նա քեզ չի թողնի, նա քեզ չի ձգի, նա մինչև Տիրոջ ծան ծառայության բոլոր գործերը լրացնել մինչև ավարտես, նա քո հետ է։ Ամեն։ Եվ դա է նրանց զորության գաղտնիքը։ Դու ուրախ ես։ Ամեն։ Եսայա 41, Տերն ասում է. մի վախեցի, ինչքան տեղեր որ լսես Տերն ասում է մի վախեցի, անպայման հետևանքը կտեսնես, պատճառ հետևանքային կապը, սա է, որ ես քո հետ եմ։ Մի վախեցի, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի վեհերի, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, ու նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով։ Ով է արդարության աջը Յահվեի? Քրիստոսը։ Նա է աջի որդին, շնորհքի արդարության որդին, նա ինչպես է քեզ հաստատել իր արդարության աջով։ Նա մեր դարձավ, որպեսզի դու իրեն չդառնաս, արդարությունը դու նրա արդարության աջով հաստատված ես եւ դու վախենալու պատճառ չունես։ Ամեն։ Քո անձին ասա, ով իմանց, մի վախեցի, մի վեհերի, որտեղ Տերը քո հետ է ու քո մեջ։ Եսայա 43-ում ասում է, եւ հիմա այսպես է ասում Տերը, քեզ ստեղծողը, ով Հակոբ եւ քո արարիչը, ով Իսրայել, մի վախեցի, որովհետև ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ, թե դու իմն ես։ Տերն ասում է, մի վախեցի, ես քեզ քո անունով կանչել եմ, թե դու իմն ես եւ շարունակության մեջ։ Երբ անցնես ջրերով, ես քեզ հետ եմ։
Եվ եթե գետերով նրան քեզ չեն ողի, երբ գնաս կրակի միջով, չես այլվի եւ ոցը քեզ չի վառի։ Ինչու՞։ Որովհետեւ ես քեզ հետ եմ։ Ամեն։ Այդ 49-ը։ Բայց Սիոնն ասաց, Սիոնը ինչի խորհուրդն է։ Մոռացել եք։ Սինան օրենքի, Սիոնը շնորհքի։ Եվ Սիոնն ասաց, Եհովա, Յահվեն ինձ թողել է։ Եվ Տերը մոռացել է ինձ։ Ահա։ Ասում ինձ թողել է, ինձ մոռացել է։ Մեկ մարդիկ այսպես են ասում, նամանավանդ քրիստոնյաները, Աստված ինձ թողել է, Աստված ինձ մոռացել է, ու Տերն ասում է, միթե կինը կմոռաներ կաթնակել մանուկին կամ թե չի գտարի որովայնից ծնվածին նրան, եթե մոռանանեն, բայց ես քեզ չեմ մոռանա։ Ոնց եք ասում Տերը թողել է ինձ։ Ասում է երեխի մայրը իր կաթնակել բալին կմոռանա, նույնիսկ եթե մոռանայել, բայց ես քեզ երբեք չեմ մոռանա ու երբեք չեմ թողնի։ Ամեն։ Նման այդ շարունակության մեջ։ Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ, եւ քո պարիսները իմ դիմացին են միշտ, եւ բնագրում եբրայերեն գրված է ես քեզ իմ ձեռքերի մեջ եմ ինչ արել փորագրել եւ այս բառն օգտագործվում է երբ որ երկաթով փորագրում են ինչի վրա պինդ դեր փայտի կամ քարի վրա ինչա նշանակում մի հատ երկաթի կտորով փորագրել ձեռքերի մեջ որտեղ ես դու փորագրված խաչի մահով Տերը քեզ փորագրել է իր ձեռքերի մեջ ու ասում է դու ինն ես հավիտյան ոչ թե ժամանակավոր ամեն ամեն Տերը փորագրել է քեզ եւ դա չի ջնջվի դու գիտեք հանելու կազմային ինչն է ինչը մարդու ձեռքով արված երկրի վրա բայց հիմա երկնքում է Հիսուսի ձեռքերի վերքերը կողի ու ոտքի մարդու ձեռքով արված բայց երկնքում դրան փորագրված են Աստծո կողմից, որ ես քեզ չեմ թողի, դու իմն ես, դու իմ սեփականությունն ես, գինը վճարված դրա համար թանկին փրկագին, եւ այդ հավիտյան կմնա երկնքում ու մենք միշտ կհիշենք ինչը արել Տերը մեզ համար, դա երբեք չի ջնջվի, դա այնպես է փորագրվել, որ հավիտյան չի ջնջվի։ Պատկերացնում եք Հիսուսն Աստծո որդի լինելով, հավիտյան պիտի կրի այդ նշանները իր կողի ոտքերի ձեռքերի մեջ հանուն մեր սիրո եւ սիրո նշան փորագրված իր ձեռքերի մեջ ամեն Սենց արեք Պետրոսի ձեռքները դե ձեր ուկանները գցեք նավի աչքոմը ասեց Տեր այդքան որսացել եք փորձել եք սափրել ոչինչ չեն բռնել եւ քո խոսքի համար ուրկանը կգցեմ ուրկանը գցեցին եւ շատ ձուկ հավաքեցին Երբ որ ձուկ այդ օրհնությունը լցվեց նավակի մեջ Պետրոսս ամենը տեսավ ինչ ասեց Հիսուսին ինձանից դուրս գնա որովհետև ես մեղավոր եմ ես մեղավոր մարդ եմ լսեք երբ նա տեսավ այդ ամբողջ առատ օրհնությունը դրա համար երբ որ Տիրոջ փառքը երևաց այն հովիվները ինչու վախեցան որտեղ միանգամից տեսնում են իրանց մեղավոր լինելը եւ Տիրոջ սրբությունը Դրա համար Պետրոսը տեսավ իր մեղավոր լինելը եւ Տիրոջ սրբությունը ասեց ես մեղավոր մարդ եմ ինձանից գնա բայց երբ որ Քրիստոս մեռավ ու հարություն առավ նորից Պետրոսը փորձում է ձուկ բռնել ու չէ ստացվում նորից Հիսուսն ասեց նավի ուրկանները աչքոմը գցեք հարությունից հետո եւ նրանք լիքը ձուկ առան հանեցին նավի մեջ նա տեսավ ու ճանաչեց նույն ձեռագիրն ասեց Տերն է նա մեր կերշորերի վրա գցեց ու գցեց իրան ջուրը ու վազեց լողալով գնաց դեպի ուր Քրիստոսը որովհետև գիտեր որ այլևս ինքը մեղավոր չի այլ Քրիստոսն է սրբությունը ամեն երբ մարդ հայտնություն ստանում որ Աստված ամեն բան արել ու կատարել է նա չի ասում ինձանից դուրս գնա ես մեղավոր մարդ եմ դա քեզ գցում է Քրիստոսի գիրկը նրա սիրո ջերմության մեջ ամեն այդպիսին է մեր Տերը Եբրայեցիս 13-ում նայեք ինչ խոսում կա Պողոսն ասում է հրեաներին Հարկը առանց արծաթասիրության լինի բավական համարեցեք այն որ ձեռքներումդ ունեք որտեղ նա ասաց թե երբեք քեզ չեմ թողնի
եւ քեզ չեմ լքի։ Այն ինչ որ ասում ունեք դա բավարար համարեցեք վարկն առանց արծաթասիրության լինի, առանց արծաթասիրության եւ նա խոստում է ասում երբեք քեզ չեմ թողնի։ Եվ գիտեք հունարենում ինչ բառեր է օգտագործում, կրկնակի ժխտում, օ եւ մե, որը հունարենում երկու ժխտման բառերն է, որ նշանակում է երբեք ոչ մի պարագային, ոչ մի իրավիճակում, ոչ մի հանգամանքներում քեզ չեմ թողնի։ Երբեք, ասա, երբեք, ոչ մի պարագային, ոչ մի իրավիճակում, ոչ մի հանգամանքում Տերն ասել է, քեզ չեմ թողնի, եւ դա խոստմունք է մեզ համար, որ դա ուրախացնում է մեզ, ամեն, ասում է, երբեք քեզ չեմ թողնի եւ քեզ չեմ լքի։ Գիտեք ինչու են քրիստոնյաները վախի կյանքով ապրում, որտեղ գիտեն, երբ որ իրանք հանցանք են գործում, Տերը թողնում է նրանց։ Որտեղ լսել են շատ անգամ այսպիսի ուսմունքներ, երբ որ մեղք են գործում Աստված երես է թեքում նրանցին, բայց Աստված իր երեսը հավիտյան դարձել է մեզ։ Ամեն, եւ նա խոստացել է, որ նա մեզ երբեք չի թողնի։ Ինձ ինձ ների, բայց մի փոքրիկ վկայություն պիտի տամ մեր ամուսնական կյանքից, ով սրտումս եկավ ասել այս բանը։ Երբ որ ինքը դեռ մենք չէինք ամուսնացել, ուներ աղիքների հետ կապված խնդիր, որ բժիշկները ուղղակի լուծումը չէին գտել ու ասել են գնա դու իմացի քո հիվանդությունը որտեղից, եւ որը տալիս էր նրան խիստ հոդացավեր եւ դրանով ինքը տարապում էր, ես սիրահարված տղա, գժի նման իր վրա դեռ չենք նշանվել, բանակից գալիս եմ իրանց տուն, որպեսզի այսպես ասած, սեր խոստովանեմ եւ իմ սրտում մեկ ուժեղ խոսք է եկել Հովհաննես 13:1-ը, որ Հիսուսն ասմանա սիրեց իրաններին եւ մինչեւ վերջ սիրեց նրանց։ Այս խոսքը ես ստացել եմ իմ սրտում, որպեսզի ես գամ ու իրան ասեմ, այնինչ որ իմ սրտում դրվել է քո նկատմամբ, դա հավիտենական է, ոչ թե ժամանակավոր։ Իսկ ինքը որոշել էր հանուն իմ սիրո, իր սիրո, որպեսզի ես երջանիկ լինեմ, ինձ ասի գնա քո համար մեկ ուրիշին գտի, ով ավելի ունակ կլինի քեզ, ինչպես կատարյալ կին ծառայել, որտեղ ես դրա ունակ չեմ։ Ու երբ որ եկա տուն ինքը ասեց ես կարևոր բան ունեմ քեզ ասելու, ասի միջև քո կարևոր բանն ասելը, թող ես մի կարևոր բան ասեմ։ Ու ես ասեցի այդ խոսքերը, որ ես, որ սիրահարվել եմ քո վրա, սիրում եմ քեզ ու միջև վերջ կսիրեմ քեզ։ Գիտեք ինքը չկարողացավ իր խոսքերն ասել ու ավարտել։ Եվ այն, որ ես ցուցաբերեցի այդ գետնական սեր իր նկատմամբ, որ ասեցի քեզ սիրում եմ այդպիսին, ինչպիսին դու կաս, եւ հավիտյան դա փոխեց իր կյանքը եւ բժշկեց նաեւ նրա մարմինը։ Լսեք, դա չբերեց նրան մի վիճակի, որ ասի, իմ ամուսինը կամ իմ ապագա ընտրյալը ասեց այսպիսի բան եւ նրա մտքով ինչ անցնի, նա գժի նման սիրահարվեց ինձ վրա։ Եվ Աստված քեզ ասում է, ես քեզ սիրում եմ ու հավիտյան չեմ թողի։ Լսեք, երբ որ դու դա վեր ես ապրում, դա քեզ շպրտում է ուղղակի Աստծո գրկի մեջ ու ասում ես, «Էս ինչ ես անում ինձ դու Հիսուս, էս ոնց ես դու ինձ սիրում»։ Այո, ներված են քո մեղքերը անցյալի, ներկայի, ապագայի, ինչքան էլ մարդիկ սրա դեմ ինչ բարձրացնեն չեն կարող փոխել Քրիստոսի խոսքը, որ նրա կողմից դու սիրված, ներված եւ ընդունված ես հավիտյանից։ Ամեն, թողեք մարդիկ սիրեն Տիրոջը։ Թույլ տվեք մարդիկ սիրեն Տիրոջը։ Դրա համար ես ասում եմ այդ սիրո մասին, որ հնարավորություն եմ տալիս քեզ սիրես նրան, որ իմանաս նրա կողմից ոչ մի բան չկա քո դեմ, նրա կողմից ամեն բան քո կողմից է։ Հաջորդ խոսքը Պողոսացիս առաջի գլուխ։ Լսեք, այսքան խոսեցինք Աստված մեզ հետ է։ Իսկ գիտեք նոր ուխտում ինչ հայտնություն է տալի Պողոսը, ով հալածում էր եկեղեցին, ով թղթեր ու նամակներ էր վերցնում, որ գնար Դամասկոսում եղող քրիստոնյաներին էր բռնի ու բանտարկի։ Գաղատացիս առաջի գլխի 16 համարում նա ասում է Աստված բարեհաճեց, նա որ ինձ իմ մոր որովայնից ընտրեց, նա բարեհաճեց իր որդուն հայտնել, որտեղ իմ մեջ։ Երբ որ Պողոսը ձիու ծնկավ, այդ ժամանակ Քրիստոս չեկավ իր մեջ, այդ ժամանակ նա հասկացավ, որ նա ում որ հալածում է, նրան ապրում է իր մեջ։ Նա ասում է, նա հայտնեց Աստծուն իմ մեջ, Քրիստոսին իմ մեջ, եւ այս հայտնությունը, որ ասում է, այն խորհուրդ, այն գաղտնիքը, որ ծածկված է հավիտենից ու դարերից, իսկ հիմա հայտնվեց իր սուրբերին, որոնց Աստված կամեցավ ցույց տալ, թե ինչ է այս խորհրդի, այս գաղտնիքի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ,
Քրիստոս ձեր մեջ փառքի։ Քրիստոս մեր մեջ փառքի հույսը։ Եվ վերջին խոսքը, եթե Աստված մեր մեղքերը մեզ վերագրեր, ապա նա չի կարող մեզ հետ լինել հավիտյան առավելի ևս մեր մեջ, քանի որ նա սուրբ է։ Եթե Աստված մեր մեղքերը մեզ վերագրեր, ապա նա մեզ հետ առավել ևս մեր մեջ չէր կարող լինել ու ապրել, որտեղ մեղք կա այնտեղ Աստված, այն մարդը կենդանի մնալ չէր կարող։ Դա նշանակում է, որ դու սուրբ ես անվից ու անարատ, դու նրա ձեռքի ստեղծագործությունն ես, Աստված քո մեջ է, Աստված քո հետ է հավիտյան։ Ինչու ես դու վստահ, որ Աստված քո հետ է, որովհետև նա քո մեջ է։ Հին ուխտում Աստված մարդկանց հետ է, նոր ուխտում Աստված մեզ հետ է։ Հին ուխտում Աստված քայլում էր նրանց հետ, նոր ուխտում Աստված քայլում է մեր միջոցով։ Ամեն։ Հին ուխտում Աստված գնում էր նրանց առջևից, նոր ուխտում Աստված գնում է մեր մեջ եւ անում է մեզանով։ Դու ես նրա աչքերը, ձեռքերը, ոտքերը, ականջները, քեզանով է լսում, տեսնում, խոսում եւ այն ինչ որ դու սպասում ես այս գալիք տարվա համար իմ սրտում մի ուժեղ բան կա, որ մենք կտեսնենք Տիրոջ բարիքներն առատության մեր կյանքի մեջ։ Ամեն, սպասեք դրան։ Եվ գիտեք մի բան, հին ուխտում գիտեք ինչպես է, երբ քահանապետը մտնում է սրբության սրբոց ու դուրս էր գալիս, դա ժողովրդի ուրախությունն էր, երբ որ նրանք կենդանի են տեսնում դուրս գալուց, որովհետև դա նշանակում է, որ Աստված բարեհաճեց, լսեց նրան, զոհերը ընդունեց, եւ հիմա քահանապետը մեկ տարով ինչ անում, խաղաղություն, ուրախություն է խոսում Իսրայելի համար եւ նրանք ցնցում են, եւ նրանց ամբողջ բոլորի բերաններն ուղղված էր քահանապետին, ինչ կխոսա ինքը, ուր է մեր քահանապետ Քրիստոսը, երբ ինքներով անցած սրբության տեղը մտած եւ դուրս եկած ու այսօր ապրում է քո մեջ, մնացած քո տարվա 2016 թվականի համար ինչ ես դու ուզում լսել իմ բերանից ավելին, դու կլսես նրա բերանից ավելին ով ապրում է քո մեջ, դրա համար քո ականջները բաց, թող Տերը խոսի քո սրտի հետ անձնական քո կյանքի մեջ, որտեղ քահանապետ Քրիստոս քո մեջ է։ Ամեն, եւ դու կարող ես լսել այն ինչ որ կան իմ սրտում ասեցի, կտեսնես Տիրոջ բարիքները առատապես քո կյանքում եւ ընտանիքում։ Ամեն։ Հալելույա։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Նոր տարի մաղթում եմ բոլորին առատությամբ տեսնեն Աստծո բարիքներն իրանց կյանքի մեջ Հիսուսի անունով։ Այս ամբողջ տարին ովքեր ինտերնետով հետևում են մեզ, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ Տիրոջ շնորհն ու խաղաղությունը լինի ձեզ վրա։ Կհանդիպենք հաջորդ տարի։